Սիմոնյան, վարչապետը մի գրառում է լերարել։ Հակասում եք, որովհետև նախ ասում եք, որ որպես քրիստոնյա, մտահոգված եկեղեցու արժեքներով մենք այդ հարցը բարձրաձայնում ենք, արդյոք խախտել են կուսակրոնության ուխտը, եւ հետո հաջորդ նախադասությունը կամ մի քանի նախադասություն այն կողմ ձեր խոսքն այն մասին է, որ իրենք կարմիր գծեր էին հատել քաղաքականությամբ, են զբաղվել դրա համար հակասություն չկա, չէ, հակասություն չկա անգեր։ Ըստ հետեւյալն է, որ մարդիկ, ովքեր որ իրենց վրա վերցնում են ուրիշին դատելու, հոգևոր կյանքը առաջնորդելու, բարոյականության մասին խոսելու եւ այդ բարոյականության, հոգևորության, ինչպես նաեւ հարգանքի վրա կառույցը առաջնորդելու, իրանք պետք է հասկանան, որ այն հայտնի արտահայտություն կա, չէ, ասուդիկտո, իսկ դատավորները ովքեր են, այսինքն այն մարդիկ, որոնք որ եկեղեցու բակում, օրինակ Սուրբ Աննայի բակում քաղաքական միտինգներ են անում եւ հայրանքներ եւ վիրավորանքներ են հնչեցնում Հայաստանի Հանրապետության գործող եւ ընտրված իշխանությանը, հա այդ մարդիկ պետք է հասկանանք այդ մարդիկ ովքեր են, այդ մարդիկ ինչ են տենց իրանց իրավունք վերապահում։ Վերջի վերջո նորից եմ ասում, եկեք հայտարարենք, թող հայտարարեն, որ այլևս կուսակրոնություն ինչ է տալու, որ իրենք բարձր զավակ ունեն։ Ես ներողություն եմ խնդրում, այսինքն ես եկեղեցու հետ կապված, որպես քրիստոնյա մարդ, որը որ հավատք ունի, որևիցե ձևով չեմ կարող որևիցե բան ասել եւ հասկանալ, թե ես այդ ինչի եմ գնում, ինչ եմ այդ մարդկանց, օրինակ չգիտեմ, մարդիկան ձեռքն են համբյուրում։ Հիմա ուզում հասկանամ այդ ձեռքը այդ դրանից առաջ որտեղ էր, արժի այդ ձեռքը համբյուրել, թե չարժի այդ ձեռքը համբյուրել։ Սիմոնյան, օրինակ, ուզում հասկանամ, կարելի է իմանալ, թե չի կարելի է իմանալ դա։ Չէ, եկեք հասկանամ։ Լավ, այն մարդը, որ պատվիրաններից է խոսում, ով որ ինձ է քննադատում, ուրիշ մեկին է քննադատում, ով որ խոսում է երկրի բարոյական եւ քաղաքական ապագայի մասին, բայց չիմանանք այդ մարդիկ այդ լավ ոնց հալնում որ ուրիշներին կարելի է, մյուսներին չի կարելի։ Ես ճիշտ եմ հասկանում, եթե նրանք վարչապետի հրաժարականը չպահանջեն, իշխանությանը չքննադատեին, դուք այս հարցը առաջ չեք երբ էին պահանջել։ 2020 չէ, 21-ին չէ, ավելի շուտ, պատերազմից հետո։ Հիմա որ թիվն է։ Բա հիմա ինչ եղավ, պարոն Սիմոնյան։ Հիմա ինչ եղավ, պարոն Սիմոնյան։ Ասացի արդեն, շնորհակալ եմ։